Շնորհակալություն հրատարակության իրականության վերարտադրել պարոն Թաթյան ծայրահեղության մեջ ասվում է թե այսպես ասվելա որ պիտի գնանք հրապարակ դուք բարձել եք որտեղից է ասվել դա կամ արդյոք ձեզ հաստավակ խմբի տրամադրող անձը նախնագծել է թե ով է եղել է հրամիջեցնող արդյոք մարզային իշխանություններից է եղել սա Նիկոլ Փաշինյանի արմավիր մարզ կատարվելիք այցի ընթացք է ըստեյության հայտարարությունը դուք հիմա ըստեյության հաղորդում եք ներկայացնում հանձնարարության մասին եւ արդյոք դիմում եք Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական ներկայացնող պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին շնորհակալություն Այո, սա հաղորդում է էության փանցագործության մասին, մենք սա նաև կուղարկենք իհարկե ըստ այսպես իրավասության պատկան մարմիններին իրավապահ, բայց ինչ շատ հետաքրքիր է, գիտեք, անկախ նրանից ես գրավոր կուղարկեմ թե չէ, սա արդեն պետք է հիմք հանդիսանա, որպեսզի process սկսվի, քրեական վարույթ նախաձեռնվի, բայց ոչ թե այդ քրեական վարույթը նախաձեռնվի, օրինակ, ասենք, առհասարակ տնօրենների նկատմամբ, ոչ թե նրանց նկատմամբ ովքեր գնում են, այլ ավելի վերև, որովհետև սա մեխանիզմ կա։ Հենց այդ է, որ նրանք ինչ են անում, օրինակ տեսեք, այս վերջին դեպքը տնօրենների ապարանում տնօրենների հետ կապված չէ, ինչ է ասում, ինչ է հայտարարում նախ երկրի վարչապետը, նախ ասում է ես ատում եմ վարչական ռեսուրսը, հələ տեսեք ինչ խաբեություն է, ես ատում եմ վարչական ռեսուրսը, դրանից հետո բացահայտ միանգամից տեղի ունենում վարչական ռեսուրսի չարաշահում։ Այստեղ հարցը որն է, նախ այս համակարգը ցույց է տալիս նաև, որ երկրում հաստատված է կամայականության ռեժիմ, ինչ նկատի ունեմ, տեսեք, երկու հարց, օրինակ նույն այդ տնօրենների դեպքով, չէ, ասում է ես հանձնարարել եմ, տեսեք հələ վարչապետի մակարդակով, ասում է ես հանձնարարել եմ դիմում գրեն, ես եմ ասել դիմում գրեն, հետո էլ ասում է որպեսզի անարդար չլինի, ծառայական քննություն նշանակեն, այսինքն նախ առաջինը դու ով ես, որ նման հանձնարարական տաս, իրավական պետությունում, այնպիսի պետությունը, որտեղ մարդիկ պաշտպանված են, վարչապետը ինչ գործ ունի նման հայտարարություններ տա, բացի այդ իրավասությունը, հələ տեսեք ինչ մակարդակի է իջել։ Այսինքն որ մի երկրում երկրի վարչապետը իջնում է այդ մակարդակի, որ դպրոցի ուսուցիչներ ու տնօրեններ ազատի աշխատանքից, երկրորդը, եթե ծառայողական քննություն է նշանակում, ով է անելու այդ ծառայողական քննությունը, մարզպետներն են անելու ենթադրվում է, բայց մարզպետները ուղիղ ներգրաված են այս process-ի մեջ, ուղիղ կազմակերպման հարցերի մեջ են ներգրաված։ Ես դրա համար այդ հարցը տալիս եմ, այո, եթե հենց այդ հարցը պետք է պարզվի, քանի որ տեսեք, բացահայտ հետևյալն է, հայտարարված նախընտրական քարոզչությունը ղեկավարող բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան, դրանց անունները տվեցի, չէ, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ձայնագրության մեջ հստակ ասում է հանձնարարականը տրված է վերևից։ Հաշվի առնելով, որ որքան են նրանք ներգրաված այս ամենին, այո, ինձ համար առաջին հարցը մասնագիտական իրավական առումով հետևյալն է. նրանք պետք է այս դեպքի հիման վրա առնվազն հարցաքննության կանչվեն եւ նաեւ ձերբակալվեն։ Այդ հիմքերը արագ պետք է պարզել հասկանալու համար։ Եվ այստեղ մի հստակ մի շատ այսպես գիտեք ինչն է նաև հարցը, որ լավ ձև են գտել խորամանկ։ Հենց մի դեպք է բացահայտվում, արագ ասում են տնօրեններին կպատժենք։ Այդ տնօրեններին պատժեցինք, բայց գլխավոր խնդիրը գլխի մեջ է, այսինքն կազմակերպողը այնտեղ են կազմակերպիչները։ Եթե դա հանկարծ կազմակերպիչները այդ վերևում իրոք դեմ են վարչական ռեսուրսին, չի ասում եմ ատում եմ, բա ինչու են նման բաներ կազմակերպում։ Ուրեմն դու ընդհանրապես քո տեղում չես որպես վարչապետ, չգիտես ինչ է կատարվում այս երկրում, չէ՞։ Ինչը բնականաբար ես շատ հեռու եմ այն մտքից լինելու, որովհետև կազմակերպված այս սխեմայի պայմաններում ուղիղ իջնում է հենց վերևից, որովհետև ասում է ես եմ տնօրենին նշանակել, ներողություն ասել, որ ազատման դիմում գրի։ Տեսեք, դրա համար ես կարծում եմ, որ անհապաղ պետք է այս քննությունը կատարվի եւ սա պետք է դրա ինչու մենք հրատապասորից հրավիրեցինք, որ լինի նաեւ հանրային վերահսկողության ներքո։ Ես ուզում եմ նաեւ մեր քաղաքացիներին ասել, որպեսզի նրանք չվախենան հանկարծ եւ տուր չտան այս սպառնալիքներին։ Մենք նրանց կպաշտպանենք, այս պետություն, այս իշխանությունը այսպես ասենք, այս իշխանությունը հակառակը մարդկանց վախեցնում է, սպառնում է, իսկ մենք նրանց
պաշտպանելու ենք, շարունակելու ենք այս աշխատանքները եւ նման ցանկացած դեպքեր ու այս դեպքը պահելու ենք հանրային վերահսկողության ներքո։ Խնդրում եմ նաեւ ձեզ, որ ուշադրությունը պահենք սրա վրա, որպեսզի միջև վերջ բացահայտվեն նման դեպքերում այս սխեմայի մասնակիցները։